դուք սպասում եք, որ արդար դատաքննություն կլինի։ Բնականաբար արդար դատաքննություն չի կարող լինել, որովհետև դատարանը ընդհանրապես դատավորները ենթարկվում են այս ապիկար իշխանություններին եւ ոչ մի, այսպես ասած, իրավականորեն ոչ մի հիմք չունի այս ամեն ինչը ուղղակի։ Իսկ Հովհաննավանքում տեղի ունեցողի մասին ինչ կասեք։ Պղծություն, պարզապես պղծություն, ուրիշ գնահատական չունեմ տալու այս ամեն ինչին։ Բայց քաղաքացիներ կային, որոնք որ մասնակցեցին բացի իշխանական ուժերից։ Մի խումբ է, ովքեր մինչև հիմա, չգիտեմ, այս իշխանությունների հետևից գնում են եւ չեն հասկանում ինչ է սրբությունը, ինչ է հայ առաքելական եկեղեցին, այդ իսկ պատճառով իրենց մասին չեմ ուզում խոսել ընդհանրապես։ Պետք է ուղղակի անտեսենք, տեսնենք մինչև ուր կգնան այսպես։ Իսկ ինչպես կգնահատեք այն, որ Բագրատ Սրբազանը այսօր գտնվում է ճաղերից այն կողմ։ Էլի նույն այս ապիկարների ձեռքով, չգիտեմ, ցանկանում են ամեն կերպ ազնիվ մարդկանց, չգիտեմ, այսպես խղճացնել, ճաղերի ետևում պահել եւ այլն, բայց չի ստացվելու, արդարությունը անպայման հաղթելու է եւ մի առիթով ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, դատավորները, դատախազները, քննիչները բոլորը պիղծ են, բոլորը ծառաներ են, այս ների ծառաներն են եւ պատասխան են տալու իրենց սերունդներով։ Դուք բոլոր դատական ներկա եք գտնվում եւ զգում եք, որ դատավորը օբյեկտիվ չի։ Դատավորը, չգիտեմ, դատավորի մասին ուղղորդված է գործը։ Պարզապես այս իշխանությունների ձեռքում բոլորը խաղալիք են դարձել։ Այս դատավորի մասին այս բանին չեմ ուզում խոսել։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ իր մեջ մարդկային այսպես գործոնը մի օր կարթնանա։